փակ երկիրը, ամեն ձև փակելու եւ այլն եւ ինչ որ ժամանակ անց տրաքեց այդ ամենը։ Հենց այս ոդքասթից հետո Armcomedy-ի տղաների շուրջ սկսվեցին բորբոքվել Facebook-յան գրքերը։ Ընդդիմադիր դաշտից սկսեցին նշել նրանց էջերը, ավելացնելով ափսոս բառը։ Նարեկ Մարգարյանին եւ Սերգեյ Սարգսյանին սկսեցին մեղադրել անուղղակիորեն իշխանությանը սատարելու եւ Իմնեմնիմի ոդքասթի հեղինակների ձերբակալումն ու կալանավորումը հաշվի չառնելով նրանց դեմ հաղորդում տված Սիմոնյանին իրենց տաղավարում ընդունելու համար։ Սիրելիներս, եթե ձեզ համար հանրային իշխանության բարձրագույն պաշտոնատար անձի կողմից իր ախրաննիկների օգնությամբ քաղաքացու ձեռքերը բռնելն ու երեսին թքելը կարմիր գիծ չի, ապա նորմալ է, որ ես էլ ձեր աչքերում ծայրահեղական եմ։ Ավելի կոշտ գնահատական հնչեցրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Armcomedy-ի տղեկը կանգնած էին առանցքային որոշում կայացնելու հարցի առջև։ Իմնեմնիմիի տղեկի հանդեպ Ալենի ստահակության հետևանքով չեղարկել նրա այդ հարցազրույցի հրապարակումը, թե չեղարկել։ Ընտրեցին երկրորդ տարբերակը, ընտրեցին ադրբեջանա-նիկոլական 4-րդ հանրապետություն պրոյեկտում ընդդիմադիր հայացքներ ունեցող տղեկ աշխատելու անշարժ տարբերակը։ Ափսոս։ Armcomedy-ի հաղորդավարներից Նարեկ Մարգարյանի հետ չկարողացանք կապ հաստատել, իսկ Սերգեյ Սարգսյանը չցանկացավ թեմայի մասին որևէ մեկնաբանություն տալ։ Իսկ թե ինչպես է որոշվել ազգային ժողովի նախագահին կանչել լուրջ քաստ, կարելի է հասկանալ հետևելով Armcomedy Ալեն Սիմոնյան հեռակա վեճին։ Ազգային ժողովի նախագահը նախ մեղադրել է տղաներին իրեն փողոցում չբարևելու, բայց բարևի մասին սոցիալական գովազ նկարելու համար։ Հետո մեկ այլ հրապարակմամբ էլ մեղադրել է ըստ էության ապատեղեկատվության համար։ Մարգարյանն ավելի ուշ փորձել է բացատրել կատակը, որը վերաբերում էր երկրում կոռուպցիոն գործերի ընտրովի քննությանը։ Կատակը մեծ հաշվով Ալենի մասին չէր, այլ Դանիելենց այդ ահազանգների, որոնք ավելի հակված են ավարտվել նստելով ընդդիմադիրների դեպքում։ Երկու սրբազան հենց հիմա այդ ահազանգերով գտնվում է կալանքի տակ, այսինքն նստած է։ Իսկ իշխանավորների դեպքում, երբ որ իրանք ահազանգում են, հետո բարձրանում է որ կադաստրոն վրիպակ ա եղել, ինչ որ չգիտեմ, ասես մի հատ մանրուք էր, վարչական էր, բան, հիմա մնում է ուղղակի ապացուցել, արդյոք եղել է ահազանգ ոչ թե վարչական խախտման մասին, այլ քրեական ահազանգ։ Ըստ այդմ Ալեն Սիմոնյան ակնհայտ կեղծ տվյալներ է ներկայացրել, ինչը քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով նախատեսված հանցագործություն է։ Ահազանգելա, քրեականա, նստելա, չի նստել։ Մեդիա փորձագետ Գնեն Նալբանդյանն ասում է, ոչ միայն քաղաքական, այլև հանրային դաշտում մեդիայի նկատմամբ ճնշումները ավելի են անորոշ դարձնում խոսքի ազատության մասին առանձայնել ոչ հստակ պատկերացումները։ Մեդիա տարածքում խոսքի ազատության մասին պատկերացումները շատ հեղեղուկ են, շատ բավականաչափ անորոշ են եւ խիստ քննադատելի է այն վարքը, որ խոսքի որևէ դրսևորում կարող է հանգեցնել որևէ իրավական սանկցիայի։ Նալբանդյանը չի պնդում, որ կա ուղղորդված թիրախավորում, սակայն տեսնում է մտահոգիչ օրինաչափություն իշխանության գործողություններում քննադատական լրատվամիջոցների նկատմամբ։ Դրանք ճնշող մթնոլորտ են, որովհետև եթե մեկին ուրեմն կալանավորում են, ձերբակալում են, մյուսները կարող են նաև ինքնագրաքննությամբ զբաղվել, իրենց սահմանափակել եւ կարող են մտածել, որ արի կլինի այս ինչ բանը չասեմ, արի կլինի ձայն չանեմ, արի կլինի այս թեմային չանդրադառնամ, որովհետեւ գուցե նույն բախտին էլ ես արժանանամ։ Իդեպ օրեր առաջ պետականացվեց նաև մամուլի շենքը, որտեղից մինչև վայր ճանապարհել էին առավոտի խմբագրությանը, ինչը նույնպես հանրության ընդդիմադիր հայացքներ ունեցող հատվածի կարծիքով դարձավ ընդդիմադիր մամուլի հանդեպ ճնշումների օրինակ։ Աննա Հարությունյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։